այսօրվա համագումարը ինքնին ապացուցում է, որ այո, կարիք կա եւ նոր կուսակցությունների, եւ նոր մարդկանց, եւ նոր մոտեցումների։ Այսինքն այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Համագումարը այդ հարցի գլխավոր պատասխանն է։ Երկրորդ հարցը, դուք ընդդիմություն չեք լինելու, չեք վախենում, որ ժողովուրդը ձեզ ձայն չի տա։ Իսկ ով է ասել, որ ժողովուրդը ընտրում է միայն ընդդիմություն բառի համար։ Եվ ով է ասել, որ բոլոր ընդդիմությունները իրականում ընդդիմություն են։ Եթե մենք ընտրում ենք ճիշտ ճանապարհ, ուրեմն առաջինը մենք պետք է կայանանք։ Առաջինը մենք պետք է ասենք, մենք ինչ ենք ուզում փոխել։ Մենք ստանանք ժողովրդի վստահությունը, եւ հետո թող նոր մարդիկ որոշեն, մենք ինչ մակարդակների մեջ ենք ներկայացնելու մեր կուսակցությունը եւ մեր թիմը։ Այսինքն, այս հարցի պատասխաններն է ակնհայտ։ Եթե այդքան մեծ է ընդդիմություն լինելու ոգևորվածությունը, ապա մեկ ամսվա ընթացքում արգելի պատվիրաններ մեզ չէ հաջողվի ձեր աջակցությունը վայելեք եւ ձեզ այսօր հարգել մեր հավանությունը։ Երրորդ կարևորագույն հարցերից մեկը որ հասնում են դուք ֆինանսներում եք, ով է ձեզ ֆինանսավորում։ Նայեք, ամբողջ աշխարհում կուսակցությունների ձևավորման կլասիկ համակարգը դա կամավորության հիմունքով անդամավճարների եւ նվիրատվությունների կողմից կուսակցական բյուջեների ձևավորումն է։ Ցավոք սրտի, մեր երկրում այլ ձև են ընթանում։ Կոնկրետ կա մարդ, որը ֆինանսավորում է եւ ասում են այս մարդու կուսակցությունը։ Մենք դեմ ենք եւ գնում ենք հակառակ ճանապարհով։ Այս կուսակցությունը բոլորին է տեղ, ով այսօր ներկա է։ Այս կուսակցությունում կարող են բոլորը ներդրումներ անել, եւ այս կուսակցությունը չի լինելու ոչ իմ, ոչ որևէ մեկի, ոչ էլ որևէ մի խմբի կուսակցություն։ Այս կուսակցությունը լինելու է բոլորին է։ Այս նման մարդկանց, ովքեր մեր կուսակցության անդամներ են։ Չորրորդ հարցը, ովքեր են մեր թիմը։ Գիտեք, բոլոր ուզում են պատրաստի նախարարների եւ պատգամավորների տեսնեն բոլոր թիմերում, բայց հիշեք, որ ոչ մի նախարար, ոչ մի պատգամավոր, ոչ մի նախագահ առաջի օրը չի եղել ոչ նախարար, ոչ պատգամավոր, ոչ էլ նախագահ։ Բոլորը սկսել են ինչ-որ տեղից։ Եվ ով է ասել, որ այս դահլիճում ներկա գտնվողները 10 կամ 20 տարի հետո չեն կարողանալու լինել ինձ վարկած պաշտոնյաները կամ լույս ավելի շուտ, եթե կարողանան իրենց դրսևորել։ Եվ ով է ասել, որով ծնվում է, միանգամից այդ փորձը, բագաժը իր մեջ գալիս է եւ բոլոր հարցերի լուծումները տալիս է։ Իսկ ով է ասել, որ եթե այսօր լինեին մեր նախագահությունում նստած հայտնի պատգամավորներ, մենք ավելի շատ ձայն կստանայինք ընտրություններում։ Դրանք հարցեր են, որոնց պատասխանները ես վստահ եմ դուք ինքներդ ունեք որոշել եք այսօր այստեղ։ Կարևոր բան ունեմ ասելու քաղաքական հայացքների եւ քաղաքական մոտեցումների մասին։ Մենք մեզ հռչակում ենք որպես քաղաքական նեյտրալիտետի կուսակցություն։ Սա նորույթ է Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ է նշանակում քաղաքական նեյտրալիտետ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք այսօրվանից սկսված չենք խոսելու որևէ կուսակցության մասին։ Ցել չենք շփրտելու որևէ մյուս կուսակցությունների վրա։ Մենք խոսելու ենք բացառապես մեր մասին։ Մենք խոսելու ենք մեր ծրագրերի մասին եւ անելու ենք ամեն ինչ, ինչը կապված է մեր հետ։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե թերթերում, տարբեր լրատվամիջոցներում փորձում են ներվրած ցել շփոթել, դեռևս չստեղծված։ Փորձում են վարկաբեկել, փորձում են պատվերով ոտնացնել։ Բայց դա նորմալ է, ես որևէ մեկի ոչ ներանում եմ, որ ծանր եմ տանում, ոչ է պատրաստվելու եմ ծանր տանեմ։ Ինչքան քննադատեն, այնքան դա։ Կարևորը մեր կողմնակիցների թիվը ավելանա, կարևորը մենք կարողանանք մեր ծրագրեր իրագործել եւ հաջող մասնակցություն գրանցել 2017 թվականի խորհրդարանական արտաքին քաղաքականության վերաբերյալ են շատ հարցեր հնչում։ Ես կարծում եմ դուք բոլորը գիտեք, որ 2017 թվականի ընտրությունները ոչ միայն լինելու են ընտրություններ ընդդիմության, իշխանության եւ կուսակցությունների միջեւ, այլև շատ կարեւոր ընտրություններ լինելու, թե Հայաստանը կամ կուսակցությունները որ քաղաքական ուղենիշն են ընտրելու իրենց պատկերացումներում եւ Հայաստանը որ քաղաքական ուղենիշն է պատկերացնում։ Անկեղծ ասած, այդ ընտրությունը շատ մեծ չի։ Աշխարհում այսօր Հայաստանը լինելով խաչմերուկի պետություն ունի երկու ընտրություն։ Դա կամ Արևմուտքն է, կամ Ռուսաստանը։ Ես ընտրում եմ
Եվրասիական տնտեսական միությունը, որովհետև մենք ունենք ճանապարհ զարգանալու, մենք ունենք հնարավորություններ զարգանալու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ ես կուզենայի ընդամենը մի քանի կետով անդրադառնալ այս հարցին, որպեսզի ինչ չմեղադրեն ոչ կոնկրետ հայտարարությունների մեջ։ Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ձեռք է բերել մի շարք առավելություններ, որի մասին մենք չենք խոսում։ Առաջին հերթին մաքսային առումով բոլորը տեղյակ եք, որ շատ ռեժիմներ են գործում եվրասիական երկրների հետ, այդ թվում ամենակարևորը Ռուսաստանի Դաշնության հետ մենք գտնվում ենք մի մաքսային տիրույթում։ Անդամակցությունից հետո Հայաստանը ստացավ բնական գազի զերծ։ Հայաստանի Եվրասիական միության անդամակցության արդյունքում մենք ստացանք ատոմակայանի վերազինման արտոնյակ վայր։ Մեր գյուղմթերքների արտահանումը ավելացավ 80%-ով։ Վիճակագրական տվյալների համաձայն նրանք 2016 թվականի առաջին կիսամյակում 6%-ով մեծացել է տնտեսական ակտիվությունը։ Հենց դրաշնում։ Շատ բաներ տեղի ունեցան այս ընթացքում, որոնց մասին մենք չենք խոսում նաև ռազմական համագործակցության առումով։ Շատերը խոսում են ապրիլյան պատերազմից հետո եւ տարբեր գնահատականներ են տալիս։ Բայց եկեք չմոռանանք, որ եւ հայ-թուրքական սահմանը, որ պահպանվում է ռուսական սահմանապահ զորքերի կողմից եւ թե Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սպառազինությունների եւ ռազմական շատ հարցերի շուրջ մենք ունեցել ենք եւ ունենք Ռուսաստանի Դաշնության անմիջական աջակցություն։ Եվ այս հարցերը մենք պետք է մի տողով կամ առանց լուրջ մտածելու ինչ-որ դատողություններ չանենք եւ այդ դատողություններից քաշվելու է հենց մեր ժողովուրդը առաջին։ Մի քանի կետ կուզենայի նաեւ անդրադարձ կատարել մեր ծրագրերին, որովհետեւ շատ անգամ մեզ ասում են ինչ կետեր եք օրինակ դուք առաջարկել, որը նորություն է լինելու կամ այդ կետերը ինչի մասին են խոսելու։ Ես կուզենամ մի քանի կետ ուղղակի ծրագրից ընթերցել, շուտով մեր գրասենյակը կգործի եւ դուք կստանաք արդեն տպագիր ամբողջ ծրագիրը եւ կայքը կգործի, որտեղ տեղադրված կլինի ծրագիրը ամբողջությամբ, բայց ես կուզենամ որ նորը մի քանի կետով ուղղակի անդրադառնամ։ Հակակոռուպցիոն պետական մարմինների սատարում, հասարակության մեջ իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքի քարոզում, առողջապահության եւ կրթության մատչելիության ապահովում, գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքների իջեցում, առողջապահության պարտադիր ապահովագրության անցում, մթերման արդյունավետ համակարգի կիրառում, տարածաշրջանում կինոինդուստրիայի առաջատար դառնալու հնարավորությունների ստեղծում, տաղանդավոր երիտասարդ քաղաքացիներին արտերկրներում ուսման կազմակերպման պետական աջակցություն, գյուտարար հայ գիտնականների պետական մարմնի ձևավորում, տնտեսական մրցակցության պաշտպանության իրական կարգավորում, հարկային վարչարարության գործընկերային համակերի ձևավորում, արտաքին հետախուզական լրացուցիչ կառույցների ձևավորում, ռազմաարդյունաբերական քաղաք բնակավայրի կառուցում, սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը օրենքով անհատական զենքի տրամադրման հնարավորության խրախուսում, այլընտրանքային էներգիայի ոլորտում արտոնյալ եղանակով արևային էներգիայի ստացման ծավալների մեծացում, բնապահպանական ոստիկանության ստեղծում։ Մի շարք կետեր, որոնց մասին կարելի է ժամերով խոսել, բայց ես չեմ պատրաստվում ձեր ժամանակը այսօր վատնել երկար ելույթների վրա։ Մենք այս ամենը իրականացնենք շատ կարճ ժամանակահատվածում, վստահ եղեք, որ ամիսներ անց մենք իրականացնենք ավելի մեծ համագումար եւ մեր ամբողջ կողմնակիցներով կհռչակենք մեր ամբողջ քաղաքականությունն ու ճանապարհային քարտեզը, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր ապագան։ Ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին մասնակցելու եւ աջակցելու համար։ Եթե ինձ աջակցեր 10 հոգի, ես էլի մեծ վստահություն կունենայի եւ մեծ հավատ, որ մենք հաղթելու ենք, բայց տեսնելով ձեզ, որ դուք այսօր եկել եք եւ կանգնել եք մեր կողքին եւ ուզում եք աջակցել նոր մարդկանց, ուզում եք աջակցել նոր թիմին, մենք ավելի մեծ ողջունությամբ կաշխատենք։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ երբևիցե ես պատգամավոր եմ եղել արդեն 4 տարուց ավել, չեմ ոտնահարել որևէ քաղաքացու իրավունք կամ չեմ խախտել որևէ օրենք, չեմ ձևակերպել եւ սկսել որևէ բիզնես, չեմ խառնված եղել որևէ կրիմինալ պատմության մեջ, այլ ընդհանրապես փորձել եմ աշխատել ազգային ժողովում օգտավեր
գործունեություն ծավալել եւ օգտակար լինել մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին եւ ծառայել մեր ապագա սերունդներին։ Ես վստահ եմ, որ ձեր աջակցությամբ ինձ կհաջողվի անել ավելին 2017 թվականին։ Շնորհակալություն։ Սատարելու եք իշխանությանը, հանրապետության նախագահային կառավարության, դուք մտավախություն չունեք, որ այս նախընտրական շրջանում հենց միայն ձեր այդ հայտարարության շնորհիվ գուցե ընտրազանգված խոսնեք հաշվառում այդ հասարակության վերաբերմունքը նույն իշխանության հանդեպ։ Վստահ եղեք, որ նման հարց չկա։ Այդ հարցը ինձ օրը 48 անգամ տալիս են եւ ես օրը 48 անգամ պատասխանում եմ։ Հանրապետության նախագահը ունի բարձր վարկանիշ մեր երկրում այսօր եւ չհաշված շատ քննադատությունների, որոնք կարող են հնչել, դա դեռ չի նշանակում, որ իր քաղաքական բարեփոխումների սատարելը կարող է մեզ բերել ինչ-որ ոչ պոպուլյարության։ Ես դրան չեմ հավատում եւ այդ արդյունքը դուք կտեսնեք ընտրություններից առաջ արդեն ձևավորվող մեր ամբողջ տարածքային կառույցներով ձևավորված կուսակցությունները։ Որպես նորաստեղծ կուսակցություն հնարավոր է դաշինքների մասին մտածեք, ինչ որ կուսակցության դաշինքով մասնակցել։ Քաղաքականության մեջ պետք չի բացառել որևէ բան, բայց այսօր դրա մասին խոսելը շատ վաղ է, մենք դեռ պետք է գրանցվենք, ձևավորենք մեր տարածքային կառույցները, ձևավորենք մեր հիմնական թիրախները, պայքարենք այն ծրագրերի համար, որոնք մենք առաջ ենք քաշել, դիրքավորվենք նախընտրական դաշտում եւ նոր այդ ժամանակ պաստելի մնացած ան։ Երևի չեք հասցնի, չէ՞, դիմադրությունների մասնակցեք Գյումրի։ Ես ցկտելու եմ մասնակցության եւ եթե հասցրեցին կամպանիա մասնակցել եմ։ Ես զուտ տեխնիկապես կարող չհասցնեմ, որտեղ արդեն ես տեխնացիաներ ունեմ։ Պարոն Բաբայան, քանի որ դուք այսպես աջակցություն եք հայտնել հանրապետական կուսակցության բարեփոխումներ, այսպես ասենք, հնարավոր համարում եք, որ ասենք ընտրություններից առաջ միգուցե կուսակցությունը, ռեֆորմիստների կուսակցությունը որոշում կայացնի, օրինակ հանրապետականի հետ նույն ցուցակով հանդես գա կամ միավորվի հանրապետականի։ Գիտեք, դա այս ժամանակավրեպ հարցեր են, այս պահին մենք անկեղծ հայտնում ենք մեր աջակցությունը եւ փորձելու ենք աջակցել բարեփոխումներին մեր առաջարկներով ու մեր մտավոր եւ պոտենցիալ ունեցող կադրերով։ Եթե ընտրական process-ի ժամանակ կլինեն քննարկման արդյունքում որոշակի հարցեր, մենք իհարկե քննարկենք այդ հարցերը, բայց մեր ձգտումն է բնականաբար անպայման մասնակից լինել երկրի քաղաքական կյանքին եւ մասնակից դառնալ նաեւ ամենակարևորը բարեփոխումները։ Չեք բացառում միանալ հանրապետականին այսօր։ Ես ոչինչ չեմ բացառում այս պահին, բայց ես ձգտում ունեմ իրականացնելու առանձին մեր ծրագրային դրույթները, թե ինչպիսի ռազմավարության կամ մարտավարության մենք դա կիրագործենք, դա ցույց կտա ժամանակը, բայց բացառել այսօրվանից որևէ բան չի Աֆրիկյան գրիպը դուք աջակցություն հայտնեցիք պարոն Բաբայանին, այ որ գաղափարներն են, հա, գաղափարները, որ մարդասիրական ժողովրդի հանդեպ մեծ հավատը, որ կա ժողովրդի հանդեպ, որ պետք է լավ լինի ամեն ինչ, եւ ինքը դրա առաջի մտածողն է եւ ցանկանում է, որ անպայման ժողովրդի համար, երիտասարդների համար, լսեցիք Ղարաբաղի պատերազմ, լսեցիք Ռուսաստանի, դա շատ ոգևորում է մեր նման մարդկանց, որովհետեւ հիմա իրացության մեջ ես ճիշտ ասած եկել եմ հուսահատությունը իր հետ եկել եմ որտեղ ես եկել եմ ԲՀԿ-ը ինչն էր պակասում ձեզ։ Ինձ ոչ մի բան չպակասեց, ես մի քիչ ճիշտ ասած հետ մնացի պարոն Ծառայյանից, իսկ ես զգացի, որ իր համար ես նորից կաշխատեմ նույնպես, կգնահատվեմ ու կաշխատեմ, դա ինձ համար շատ մեծ Վահան Բաբայանի անձն է ձեզ գրավել, թե ռեֆորմիստների կուսակցության գաղափարախոսությունը եւ նա մարդկային վերաբերմունքը ամեն ինքը որպես ղեկավար պետք է, ոնց որ ղեկավար ծնված լինի, ղեկավար պետք է աշխատի, պետք է անի ամեն ինչ, որին ես շատ հավատում եմ։ Այդպես է, հա, ընտրությունների ժամանակ ոնց եք պատրաստվում աջակցել կուսակցության համար, ինչ գործ եք անելու, օրինակ։ Ինչ որ կասեն կանեմ, ժողովուրդը կողմից ես չգիտեմ հիմա ոնց պետք է լինի։ Հացած անգամ մենք հավաքվել ենք մարդկանց հետ խոսել ենք, եկել են մեր բակերի